Բարձես օրվալարասի կարևոր նորություններ է ներկայացնում հորիզոն լրատվականը, տեխնիկական խնդիրների պատճառով մի փոքր ուշ ենք սկսում թողարկումը, այսօր 5 փետրվարի 5 շաբթի։ Բաքվի զինվորական դատարանում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների դեմ շինցու գործով դատաքննությունը, դատարանը հրապարակել է դատավճիռները։ Ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցները հայտնում են, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը եւ պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը դատապարտվել են ՑՄ ազատագրման։ Մյուս հայ գերիները դատապարտվել են 15-ից 19 տարվա ազատազրկման։ Պետքարտուղարության գլոբալ ենթակառուցվածքների եւ ներդրումների շուրջ գործակցության հիմնադրամի պատվիրակմամբ Հայաստան է այցելել ամերիկյան ճարտարագիտախորհրդատվական ընկերության թիմը, սկսելու թրիփի տեղանքի հետազոտման աշխատանքներ։ Այս մասին են հայտնում Միացյալ Նահանգների դեսպանատնից։ Աշխատանքները կներառեն տեխնիկատնտեսական գնահատում եւ առաջարկների մշակում, երկաթուղու եւ այլ ենթակառուցվածքների ձևավորման վերաբերյալ, որոնք կօգնեն են խթանել երկարաժամկետ տնտեսական աճ Հայաստանում, փոխկապակցվածություն եւ տարածաշրջանային ինտեգրում, նշված է հաղորդագրությունում։ Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը այսօր հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից հայտնում են, որ զրուցակիցների քննարկումների առանցքում է եղել երկկողմ հետաքրքրություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Կողմերը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ, ԱՊՀ եւ միջազգային այլ հարթակներում փոխգործակցության շուրջ։ Թիվս այլ հարցերի առանձին անդրադարձ է կատարվել օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության օրենսդրության մեջ կատարված միգրացիոն կանոնների փոփոխությունների, մասնավորապես դրանց հետևանքով դեպի Ռուսաստան բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդների համար առաջացած խնդիրներին եւ դրան կարգավորելու ուղղությամբ իրականացվող քայլերին։ Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող այլ հարցերի։ 2026 թվականի Սևանա լճում Սիգի արդյունագործական ворսկ իրականացվի փետրվարի 6-ից նոյեմբերի 20-ը։ Կընդլայնվեն բժշկական կազմակերպությունների գործադիր մարմիններում ընդգրկվող անձանց մասնագիտական կրթության վերաբերյալ պայմանները։ Այս ու այլ որոշումներն ընդունվել են կառավարության այսօրվա նիստում։ Կառավարության նիստին նախ ներկայացվեց այս տարվա ընթացքում Սևանա լճում Սիգի եւ Խեցգետնի արդյունագործական ворսի չափականակների, ժամկետների, պայմանների ու պահանջների վերաբերյալ նախագիծը։ 2026 թվականի համար նախատեսվում է սահմանել Սևանա լճում Սիգի արդյունագործական ворսի 550 տոննա չափականակ, ворսի իրականացման ժամկետը սահմանում ենք սույն թվականի փետրվարի 6-ից մինչև նոյեմբերի 20-ը։ Արամ Մկրտչյանն ասաց, որ այս որոշման մշակման համար հիմք են հանդիսացել 2025-ին Գիտությունների ազգային ակադեմիայի, կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի միջազգային գործընկերների իրականացրած Սևանա լճում ձկան պաշարների հաշվառման տվյալները։ Նախորդ տարեվերջին լճում Սիգի ընդհանուր պաշարը կազմել է 3591.8 տոննա, որից արդյունագործական ամբողջ պաշարը կազմել է 1373.9 տոննա։ Գիտական կենտրոնը ըստ պայմանագրի 2026-ի ամռանը կիրականացնի ուսումնասիրությունների երկրորդ փուլը, որի հիման վրա կսահմանվի հավելյալ չափականակ աշնանային ворսաշրջանի համար։ Համաձայն հարկային օրենսգրքի փոփոխությունների 26 թվականին Սիգ ձկնատեսակի համար բնօգտագործման վճարը 1 կիլոգրամի դիմաց սահմանվել է 200 դրամ, նախկին 65 դրամի փոխարեն։ Բնօգտագործման վճարները կվճարվեն ոչ թե փաստացի օգտագործված ծավալի, այլ տրամադրված չափականակի համար։ Շրջակա միջավայրի փոխնախարարն ասաց, որ 2023, 24, 25 թվականների ընթացքում աճ է նկատվել եւ ворսի սահմանաչափերի եւ փաստացի ворսված ձկան չափականակների, ինչպես նաեւ վճարված բնօգտագործման վճարի մասով։ Հաջորդիվ առողջապահության նախարարը ներկայացրեց բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին օրենքում նոր փոփոխությունների վերաբերյալ նախագիծը։ Ըստ այդմ կընդլայնվեն բժշկական կազմակերպությունների գործադիր մարմիններում ընդգրկվող անձանց մասնագիտական կրթության վերաբերյալ պայմանները։ Որովհետև
ըստ էության փակ բաժնետիրական ընկերությունները հանդիսանալով նաև շահույթ հետապնդող ձեռնարկատիրական կազմակերպություններ պետք է հնարավորություն ունենան ուրեմն ընդգրկելու նաև ղեկավար կազմում այնպիսի անձանց, ովքեր ունեն համապատասխան կրթություն, որը չպետք է սահմանափակվի միայն բժշկական կրթությունով։ Առողջապահության նախարարությունը սահմանելով զարգացման ուղեծիր բժշկական կենտրոնների համար հնարավորություն է ստեղծելով, որ հավակնորդները մրցույթի շրջանակներում ներկայացնեն, թե ինչպես են պատկերացնում դրված նպատակներին հասնելու ճանապարհը, ունենան հստակ առաջադրանք եւ հաջորդիվ արդեն նաեւ հաշվետու լինեն, թե կառավարման ընթացքում բժշկական կենտրոնն ինչպիսի ֆինանսական, նաեւ բժշկական արդյունքների է հասել։ Մեզ համար շատ կարևոր է, որ պետական մասնաբաժին ունեցող բժշկական կենտրոնները լինեն ֆինանսապես կայուն, առողջ, զարգացող, ապահովեն նաև պետությանը շահաբաժինների վճարման ուրեմն անընդհատ ավելացող արդյունքներ։ Ավանեսյանը նաև ընդգծեց, ըստ այդմ ոչ թե նախատեսվում է կրճատում, այլ կազմակերպայրավական ձևի խոշորացում։ Որևէ բժշկական կենտրոն, ամբուլատորիա, ԲՄԿ Հայաստանի Հանրապետությունում չի կրճատվում, այլ խոշորանում են կազմակերպայրավական ձևով։ Ես ուզում եմ առանձնացնել, որ այն փաստը, որ մենք ոչ միայն կառավարման ուղղությամբ ենք որոշումներ կայացնում, այլ նաև մեծածավալ ներդրումներ ենք կատարում այդ բժշկական կազմակերպությունների վերազինման ուղղությամբ, թե միջավայրի, թե տեխնոլոգիաների կամ սարքավորումների, որոնք որ կիրառության մեջ են։ Նոր նախագծով առաջարկվում է կարգավորել երկու հարկատեսակների ավելացված արժեքի հարկի եւ շահութահարկի մասով փաստավորման, հարկային հաշվետվությունների ներկայացման, հարկերի հաշվարկման եւ վճարման դեպքում հարկ վճարողների մոտ առաջացած խնդիրները։ Երկու մեծ նպատակ է հետապնդում։ Առաջինը բիզնեսի կյանքի հեշտացումը եւ բիզնես միջավայրի լավացումը, մյուսը վարչահարության դեպքում հնարավոր վեճերից խուսափումը։ Ավելացված արժեքի հարկի մասով կարգավորումը վերաբերում է բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտների, առաջարկվում է կանոնակարգել ապրանքների վերադարձի դեպքում գործարքի ճշգրտման հետ կապված հարցերը։ Մեկ այլ կարգավորմամբ կանոնակարգվում են ՀԴՄ կտրոններով ձեռք բերված ապրանքների վերադարձի մասին գործարքները։ Դրանց ճշգրտման դեպքում ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը համապատասխան հաշվետու ժամանակաշրջանում արտացոլելու հետ կապված հարցերը։ ՀԴՄ-ների վաճառքի դեպքում, երբ որ վերադարձը տեղի ունենում ներկայումս, հարկ վճարող ստիպված է գնալ հետ համապատասխան ժամանակաշրջանի գործարքը ճշգրտել իր բոլոր հետևանքներով, այս կարգավորումով հնարավորություն ենք տալիս, որ հաշվարկը ճշգրտվի հենց վերադարձի ամսում։ Ռազմաուսումնական հաստատություն ավարտած եւ Պաշտպանության նախարարության համակարգում կամ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողներն ամբողջությամբ պետբյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորման հիման վրա սեփականության իրավունքով հնարավորություն կունենան ձեռք բերելու բնակարան, բնակելի տուն։ Վարկը, կանխավճարը, մայր գումարը եւ տոկոսները ամբողջությամբ մարվելու են պետական բյուջեի միջոցների հաշվին Պաշտպանության նախարարության կողմից։ Մենք տրամադրելու ենք հավաստագրեր, որի միջոցով իրենք հնարավորություն կունենան ընտրելու իրենց բնակարանը կամ բնակելի տունը առաջնային կամ երկրորդային շուկայից, սեփականության իրավունքով է տրամադրվելու, բայց պայմանով, որ նվազագույնը 20 տարի պետք է ծառայություն անցկացնի վերոնշյալ մարմիններում։ Հրաչյա Սարգսյանի խոսքով հավաստագրով զինծառայողին հասանելի գումարը, որով կարող է բնակարան ձեռք բերել, որոշվելու է Երևանում 80 քառակուսի մետր տարածքով ձեռք բերվող անշարժ գույքի արժեքով, որն այս պահին կազմում է 35 միլիոն դրամի չափ։ Եվ նա հնարավորություն կունենա այդ գույքը ձեռք բերել ոչ միայն Երևանում, այլև մարզերում։ Մի խոսքով ծրագրի լավարկմամբ հնարավորություն է տրվելու, որ զինծառայողն ինքն ընտրի, որտեղ այդ գույքը ձեռք բերի եւ ինչ արժեքով։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։ Կառավարությունը նախատեսում է ֆինանսական աջակցություն տրամադրել հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերություններին հանրօգուտ բովանդակություն նախապատրաստելու նպատակով։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, ամփոփելով նաեւ 2025 թվականին կատարված աշխատանքները։ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ամփոփելով 2025 թվականի կատարված աշխատանքները անդրադարձել է էթիկայի խախտումներին, տեսալուսողական մեդիայում հարուցված վարչական վարույթներին, ինչպես նաեւ ոլորտում նախատեսվող նոր նախագծերին։ 2025 թվականին հանձնաժողովը հարուցել է 84 վարչական վարույթ, որից 74-ը սեփական նախաձեռնությամբ, 10-ը դիմում բողոքների հիման վրա։ Օրինակ, բռնության տեսարաններն են,
որը շատ կարևոր է դրան պայքարելը։ Մի մասը ծխելու այդ դրոշմը դնելը հաղորդումից առաջ այդ օրենքի խախտումը, մի մասը գովազդի օրենքի խախտումներն են եւ այդ պատիժները եւս կրում են հանրօգուտ բնույթ, որովհետեւ մենք չենք կարող թույլ տալ այն ապրանքատեսակի գովազդը, որը վնասում է ֆիզիկական եւ հոգեվոր առողջությանը, այսպես ասեմ։ Վարչական վարույթների մեծամասնությունը կազմում են հեղինակային իրավունքի խախտման դեպքերը, հատկապես ցանցային օպերատորների շրջանում։ Հակոբյանի խոսքով պատճառը օրենսդրության անկատարությունն էր, քանի որ մեկ եւ ավելի խախտումների համար սահմանված էր նույն տուգանքի չափը, բայց այդ հարցն էլ է կարգավորվել նոր օրինագծով։ Մենք ունենք 31-ի դրությամբ 53 ցանցային օպերատոր Հայաստանով 1 եւ 42 այցելությունից եւ ստուգումից հետո 26 ստուգումից հետո մենք վարչական վարույթներ ենք բացել հեղինակային իրավունքը խախտելու համար։ Տեսեք ինչ ահռելի թիվ է։ Այս խնդիրը օրինակ լուծված է եւ արդեն ոչ թե ընդհանուր պատիժ լինելու անկախ խախտման քանակներից, այն ամեն մի խախտում ունենալու է ֆինանսական պատիժը, այսինքն մեկի համար 50,000, երկուսի համար 100,000, 5-ի համար 200,000 եւ միայն այդպիսի ֆինանսական գործիքներով մենք կարողանանք կանխել այդ անօրինական հեռարձակումները։ 2025 թվականի ձեռքբերումներից է հանրօգուտ հաղորդումների աջակցման հիմնադրամի ստեղծումը, որը հնարավորություն կտա հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերություններին հանրօգուտ բովանդակություն պատրաստելու համար պետությունից ստանալ ֆինանսավորում։ Անցյալ տարի օրենսդրորեն սահմանվեց հանրօգուտ ֆոնդի ստեղծումը, կառավարության որոշումը ընդունվեց, առաջի տրանշը կառավարությունը արդեն հատկացրել է հիմնադրամին, դա մեծ գումար չի, 250 միլիոն դրամ է, որը պետք է բաժանվի մոտ 10 հեռարձակողների միջև հանրային եւ մայրաքաղաքային ծածկույթի եւ նաեւ 8 մարզային հեռուստաընկերությունների կազմակերպություններից նրանք կփորձեն այնպես բաշխել այդ գումարները, որպեսզի դրան շնորհիվ ստեղծվեն օրինակ մանկական հաղորդումներին, որոնք քանակը կատաստրոֆիկ քիչ է Հայաստանում։ Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրությունների լուսաբանմանը, հանձնաժողովի նախագահը նշեց, որ մշակվում է նոր մեթոդաբանություն, ապահովելու հավասարակշռված եւ արդյունավետ լուսաբանում։ Նրա խոսքով նախկինում կիրառվող մեխանիկական հավասարության մոտեցումը գործնականում արդյունավետ չէր, քանի որ քաղաքական ուժերի ակտիվությունը տարբեր է, ինչի արդյունքում առաջանում էին անհավասար հնարավորություններ։ Մենք տալիս ենք հնարավորություններ, սա մեկ։ Երկրորդը մենք ամեն ընտրություններից առաջ մի քանի տրեյնինգներ ենք անցկացնում, սա երկու։ Երրորդը մենք նույնիսկ կոչերով ենք դիմում, փորձում ենք համոզել, ամեն ինչ անում ենք, որ ագրեսիայի, ատելության, խախտումների քանակը քիչ լինի եւ եթե նկատել եք նույն 21 թվականի նախընտրական պայքարը ավելի շատ ագրեսիվ էր դրսում, համացանցում, բայց ոչ կարգավորող մեդիայի եթերներում, այդ շատ կարևոր բան է։ Խոսելով ընտրական օրենսգրքում եւ սահմանադրական օրենքում կատարված փոփոխությունների մասին, հանձնաժողովի նախագահը նշեց, որ յուրաքանչյուր հեռարձակողի համար պարտադիր սահմանված անվճար եթերաժամը խնդիր է, որը վերանայման կարիք ունի։ Նրա խոսքով դա մի կողմից կրճատում է հեռուստաընկերությունների եկամուտները, մյուս կողմից պարտադրում է մասնակցություն նաեւ այն հեռարձակողներին, որոնց ձևաչափը նման գործընթացներ լուսաբանել չի ենթադրում կամ ցանկություն չունեն, ասաց Տիգրան Հակոբյանը համեմատեց օրինակով։ Նախորդ տարի իմ հաղորդման ժամանակ ներկայացնելու ազգային ժողովում ասացի, որ դա նույնն է, որ ամեն բենզակալոնկային պարտադրեք մի տոննա ամեն մի կուսակցությանը ձրի բենզին տա նախընտրական պայքարում։ Դուք ինչ իրավունք ունեք անկախ տնտեսավորող սուբյեկտների վրա այդպիսի պարտավորություն դնել, որ ինքը ձրի, լուսաբանի, տա կուսակցություններ ոչ թե լուսաբանի, տա ձրի ժամանակ իրենց գաղափարները տարածելու համար։ Դրա համար կա հանրային հեռուստաընկերություն, հանրային ռադիո, բայց սուբյեկտները, անկախ, նրանք այդ պարտավորությունը չունեն։ Լուիզա Սարգսյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։ Աբու Դաբիում Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների միջև 3 մեկնարկած եռակողմ բանակցություններ տևել են ավելի քան 4 ժամ։ Իդեպ բանակցությունների մեկնարկից 1 օր առաջ Ռուսաստանը վերսկսել է Ուկրաինայի էներգամատակարարման վրա զանգվածային հարվածները։ Այդուհանդերձ արևմտյան շատ վերլուծաբաններ կարծում են, որ Աբու Դաբիի բանակցությունները կարող են ավելի խոստումնալից լինել։ Աբու Դաբիում բանակցային գործընթացը սկսվել է եռակողմ ձևաչափով՝ Ուկրաինա, ԱՄՆ եւ Ռուսաստան։ Այնուհետև աշխատանքներն ընթանալու են առանձին խմբերով, կենտրոնանալով կոնկրետ ոլորտների վրա։ Երեկվա բանակցությունների ավարտից հետո հայտնել է ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը։
Այսօր բանակցային գործընթացը շարունակվում է աշխատանքային խմբի ձևաչափով։ Միացյալ Նահանգների կողմից խորհրդակցություններին մասնակցել են Ստիվ Վիտքոֆը, Ջարեդ Քուշները եւ Ջորջ Գրուենդբաումը, ինչպես նաեւ Դանիել Դրիսկոլը եւ գեներալ Ալեքս Գրինկավին։ Ռուսական կողմը ներկայացված էր բարձր ռազմական մակարդակով, աշխատանքը իմաստալից եւ արդյունավետ էր, կենտրոնացած էր կոնկրետ քայլերի եւ գործնական լուծումների վրա։ Մենք զեկույց ենք պատրաստում նախագահ Վլադիմիր Զելենսկու համար։ Իսկ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ռուսական կողմից դեռևս պետք չէ որևէ հայտարարություն սպասել։ Հիշեցնենք, սա արդեն երկրորդ անգամն է, որ եռակողմ բանակցություններ են անցկացվում Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում։ Բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել հունվարի 23-ից 24-ին։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ուկրաինա կատարած այցի ժամանակ Ուկրաինայի խորհրդարանում ելույթ ունենալիս հայտարարել է, որ սարսափելի պատերազմը դադարեցնելու համար դժվար որոշումներ պետք է կայացվեն։ Նա միաժամանակ ընդգծել է, որ Ուկրաինային տրամադրվելիք անվտանգության երաշխիքներն ամուր են։ Անվտանգության երաշխիքներն ամուր են եւ սա վճռորոշ է, քանի որ մենք գիտենք, որ այս սարսափելի պատերազմին վերջ դնելու համար համաձայնության հասնելը կպահանջի դժվար որոշումներ։ Ուկրաինան պետք է լիակատար վստահություն ունենա, որ այս ամենը կրկնվելու վտանգ չի լինի։ Դուք պետք է իմանաք, որ այս խաղաղությունը կլինի տևական, ոչ թե այն պատճառով, որ փաստաթղթեր են ստորագրվել, այլև որովհետեւ կա այն պաշտպանելու իրական ուժ։ Դուք իրավացիորեն չեք ցանկանում եւս մեկ Բուդապեշտի հուշագիր կամ Մինսկի համաձայնագիր։ Ռյուտեն ընդգծել է, որ միլիարդավոր դոլարների ամերիկյան ռազմական տեխնիկա է մատակարարվում Ուկրաինային։ Նա նշել է, որ հասկանում է պետք է ավելին, բայց լավ նորությունն այն է, որ պաշտպանական արտադրությունն աճում է դաշնակից երկրներում։ Եվ մինչ Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Իրանը եւ Բելարուսը շարունակում են աջակցել Ռուսաստանի պատերազմական մեքենային, Պուտինի տնտեսությունը կրում է մեկուսացման հետևանքները։ Մենք կշարունակենք ճնշումը Ռուսաստանի վրա եւ կշարունակենք մեր աջակցությունը Ուկրաինային։ Գիտեմ, որ ձմեռը ցուրտ է, բայց գարունը կգա։ Մնացեք ուժեղ։ Գիտեմ, որ դուք կկարողանաք։ Փառք Ուկրաինային։ Իդեպ ուկրաինացի զինվորների թիվը, որոնք զոհվել են պատերազմում, 55,000 է։ Ֆրանս 2-ին տված հարցազրույցում ասել է Վլադիմիր Զելենսկին։ ԱՄՆ-ի եւ Չինաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Սի Ցինպինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև պատերազմը, Իրանի շուրջ ներկայիս իրավիճակը։ Այս մասին Truth Social-ի էջում գրել է Թրամփը։ Ես հենց նոր ավարտեցի Չինաստանի նախագահ Սիի հետ հիանալի հեռախոսազրույցը։ Դա երկար եւ մանրակրկիտ զրույց էր, որի ընթացքում քննարկվեցին բազմաթիվ կարևոր թեմաներ, այդ թվում առևտուրը, ռազմական հարցերը, ապրիլյան իմ Չինաստան կատարելիք այցը, որին ես անհամբեր սպասում եմ, Թայվանի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև պատերազմը, Իրանի հետ ներկայիս իրավիճակը, Չինաստանի կողմից Միացյալ Նահանգներից նավթի եւ գազի գնումը, Չինաստանի կողմից լրացուցիչ գյուղատնտեսական ապրանքների գման ինքնաթիռի շարժիչների մատակարարման եւ բազմաթիվ այլ թեմաներ, բոլորը շատ դրական են։ Չինաստանի հետ հարաբերությունները, ինչպես նաեւ նախագահ Սիի հետ իմ անձնական հարաբերությունները չափազանց լավն են եւ մենք երկուսս էլ գիտակցում ենք, թե որքան կարեւոր է դրանք այդպես պահպանել։ Ես հավատում եմ, որ իմ նախագահության հաջորդ 3 տարիների ընթացքում շատ դրական արդյունքներ կլինեն կապված նախագահ Սիի եւ Չինաստանի ժողովրդական հանրապետության հետ։ Իդեպ Սի Ցինպինը նախորդին հեռախոսազրույց է ունեցել նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այսօր լրանում է ռուս-ամերիկյան ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի ժամկետը։ Այս փաստաթուղթը կարգավորում էր երկու երկրների միջուկային զինանոցները եւ միջազգային կայունությունն ապահովող հիմնական միջազգային համաձայնագրերից մեկն էր։ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները այլևս ոչինչով չեն սահմանափակվում միջուկային սպառազինությունների մրցավազք վարելիս։ Ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագիրը ստորագրվել էր Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի կողմից 2010 թվականին։ 2025 թվականի հոկտեմբերին Վլադիմիր Պուտինը հրապարակավ առաջարկել էր, որ Միացյալ Նահանգները եւս 1 տարի կամավոր կերպով սահմանափակեն New START պայմանագրով սահմանված սահմանափակումները, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մինչ այժմ բավականին զուսպ է մեկնաբանել New START պայմանագրի ժամկետի լրանալու հարցը։ Եթե այն լրանա, ապա այն կավարտվի։ Եկեք այն ավելի լավ համաձայնագիր դարձնենք, ասել է նա այս տարվա հունվարին New York Times-ին տված հարցազրույցում։ Ալլա Ղալաչյան, Հորիզոն։ Ինչու չեն շահագործվում 1.5 տարի առաջ Եվրամիության դաշինք հանուն կայուն եւ կանաչ կառավարման դրամաշնորհային ծրագրով Գյումրիին նվիրաբերած 5 էլեկտրական ավտոբուսները։ Գյումրիի ավագանին անցած տարի կանաչ ավտոբուսները, ինչպես նաեւ 10 միավոր գույքը որպես նվեր ընդունել է, բայց նվիրաբերող կողմի Վանաձորի քաղաքապետարանի հետ չկա կնքված պայմանագիր, որով կկարգավորվեն կողմերի պարտավորությունները։
5 տարի առաջ Վանաձորին Եվրամիության նվիրաբերած 4 միլիոն եվրոյի դրամաշնորհային ծրագրով Գյումրի քաղաքին բաժին հանվեց 1 միլիոն 700 հազար եվրո, որով 5 էկոավտոբուս, 3 էլեկտրական լցակայան, պլաստիկ աղբամաններ ու այլ տեխնիկա ձեռք բերեցին եւ աղբի վերամշակման հոսքագիծ կառուցվեց։ Ոչ միայն գույնով, նաեւ էկոլոգիական նշանակությամբ կանաչ 5 ավտոբուսները Գյումրիի ավտոբուսային պարկում են պահվում արդեն 1.5 տարի, բաց տարածքում ձյան ու անձրևի տակ։ Մաքսազերծումից հետո նրանք կայանվեցին Գյումրի ավտոբուս պարկում, որ ընթացիկ փաստաթղթային գործընթացից հետո կարողանանք շահագործենք, բայց մինչև հիմա ոչ մի բան չի կատարվել, որովհետեւ այդ նվիրաբերությունը ընդունվի։ Անունի ու ամանի պատմությունը Գյումրիի ուղևորատար տրանսպորտային միջոցների համար փաստորեն կրկնվեց։ Այդպես էր նաև սուբվենցիոն գումարներով ձեռք բերած մոտ 65 միկրոավտոբուսների դեպքում, որոնք 2 տարի դուրս չեկան երթուղիներ։ 5 էկոավտոբուսները, երբ Գյումրի հասան, քաղաքի ղեկավարները խոստացան կարճ ժամանակում ծառայեցնել ուղևորափոխադրումների համար։ Խոստումը 2024 թվականի օգոստոսին էր, չանցած 2 ամիս քաղաքային իշխանություն փոխվեց, երբ ավտոբուսների մասին էլ մոռացան, նվիրատվության պայմանագիր կնքել է ևս։ Ընդամենը 6 ամիս առաջ ավականու որոշմամբ ավտոբուսները համարվեց քաղաքային գույք, բայց ելի առանց շահագործման թույլտվության։ Գյումրիի քաղաքապետարանում ավտոբուսների եւ մնացած գույքի նվիրատվության մասին փաստաթղթերը բացակայում են։ Մենք ուսումնասիրել ենք չկան այդ փաստաթղթերը, որոնց հիման վրա որ համաձայնություն է եղել, որ համայնքների արվել այս ծրագրի մեջ, մենք այդ փաստաթղթերը ամբողջական իր բաներով չգտանք։ Մենք փորձեցինք նաև ծրագրի կատարողների հետ ամբողջական փաթեթ ունենալ, ցավոք սրտի դեռևս չստացվեց։ Մենք ինքը 3 բլոկից էր կազմված այդ ծրագրերը, երկուսը դեռևս չենք ստացել, որպեսզի կարողանանք հասկանալ դրա մեջ ինչ պարտավորություններ կա։ Կես տարվա մեջ քաղաքապետարանին չի հաջողվել փաստաթղթային ողջ փաթեթի բովանդակությանը եւ պարտավորություններին ծանոթանալ եւ ըստ այդմ հասկանալ, թե ինչ իրավական կարգավորումներով պետք է շարժվեն նվիրաբերած գույքի նկատմամբ։ Քաղաքապետի խորհրդականը շեշտում է, որ նման իրավիճակում մտադիր չեն շահագործել ոչ միայն ավտոբուսները, նվիրաբերող կողմի Վանաձորի համայնքապետարանի հետ պայմանագիր կնքելու առաջարկ 1 ամիս առաջ են արել։ Ուղարկել ենք մեր առաջարկությունը, պայմանագրում ներառել 2 կետ, որից մեկը, որ մենք պարտավորում ենք, այո, այն գույքը, որը նվիրաբերվում է, օգտագործել իր նշանակության, շահագործել իր նշանակության, եւ երկրորդ կետը առաջարկել ենք, որպեսզի մենք որևէ պարտավորություն չպետք է ունենանք Եվրամիության կողմից այդ ծրագրի ընթացքում ինչ-որ խնդիրների հետ, ինչպես նաև երրորդ կողմի հետ, եթե ինչ-որ երրորդ կողմի հետ ինչ-որ պայմանավորվածություններ կան։ Այս 2 կետը մենք ընդհանրապես մտածել ենք, որ դրան պայման փոփոխություն լինի, պայմանագրում ամրագրվի, որ հետագայում մենք ավելորդ խնդիրների մեջ չմտնենք։ Առաջարկների վերաբերյալ սպասում են Վանաձորի քաղաքային իշխանության արձագանքին։ Եվրամիության նվիրաբերած գումարներով 2021 թվականին Գյումրիին տրամադրած մյուս մոտ 10 անուն գույքը, որը կանաչ միջավայր, մաքուր քաղաք ունենալու, պահպանելու աշխատանքներին են ծառայելու, դարձյալ անգործության են մատնված։ Լիցքավորման կայաններ ունենք պլաստիկ տարաներ, ունենք ուրեմն սերվերներ, մեքենաների, թափոնների վերամշակման հոսքագիծ կա ավլող մեքենաներ, ավլող մակրո բեռնատարների աղբամանների մաքրման կեղերներ, այդ բաները կան, սրանք բանը դեռ չեն օգտագործվում։ Թվարկած տեխնիկայից միայն 5 ավտոբուսներն ու 3 լիցքավորման սարքերն են Գյումրիի ավտոբուսային պարկում։ Մյուսների տեղը քաղաքապետարանում չգիտեն։ Պլաստմասե իրերի վերամշակման հոսքագիծը հավաքվել պատրաստվել է Գյումրիի Քարհատ մեքենագործարանում եւ հիմա էլ այդ տարածքում է։ Ավտոմատ հոսքագիծը պետք է օրական 1 տոննայից ավելի սալիկ արտադրեր, որը օգտագործվելու էր քաղաքի փողոցաշինական աշխատանքներում։ Իրականում այս գույքը եւս մյուսների պես դեռևս քաղաքի հաշվեկշռում չէ։ Ընդհանուր առմամբ Եվրոմիության 4 միլիոն եվրոյի նվիրաբերությունը 2 Գյումրի եւ Վանաձոր քաղաքների համար է, որով 10 էլեկտրական ավտոբուս, լիցքավորման 6 կայաններ են ձեռք բերվել 2 քաղաքների համար։ Նվիրաբերած ոչ մի գույք տեխնիկա սարքավորում լիարժեք չեն շահագործվում եւ Գյումրիում եւ Վանաձորում։ Մարինե Դերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։
Այսպիսին էր այժմի լրահոսը, ծանոթացեք նորությունների նաև ժամը 20-ին։